Ազգային ժողովի մեծարգո նախագահ, քաղաք ելույթ ընդամենը 10 րոպե, իսկ չկան չէ 15 ժամանոց ելույթներ, որտեղ այնքան շատ բան է այստեղ կուտակվել։ Ես երկու բանի կարձագանք եմ, ովքեր ինձ անդրադարձան, պարոն Գևորգյան, ես հասկանում եմ, որ դուք վախենում եք, որ ես կարող եմ գամ այստեղ ընտրակաշարքների զայնագրությունները մեջ բերեմ, բայց այսօր ես դա չեմ անի այստեղ, այսօր։ Եվ Տիկին Մաթևոսյան, դուք շատ բարեկիրթ եք, բայց ստախոս։ Ես կարծում եմ, որ հիմա ես կարող եմ ասել, որ դուք քիչ առաջ ելույթում ասեցիք, որ հորդորում եք բոլորին մարդ ուտել եւ փաստարկեմ, թե ինչու դա լավ չէ։ Բայց ես դա չեմ անի, որովհետև ես ստախոս չեմ։ Ինչևէ, պարոն Մանուկյան, ես վստահ եմ, որ ավականիում ձեզ արդեն կարոտում են, եւ մենք շատ ուրախ ենք, որ դուք եկել եք ազգային ժողով։ Երեք հարցնում եք, թե երեք Վահագն Ալեքսանյանին այն առիթով արդյոք իրան կընտրեք, թե չէ, երևի այդ կոնտեքստում էլի այդ հարցն, ոնց որ այդ նպատակն է հետապնդում հարցեր տալը տեխնատուին, հարցնում եք, թե քանի մանկապարտեզ եք կառուցել, ընդ որում ձեր մյուս ընդդիմադիր գործընկերը ասում էր, որ մենք չենք կառուցել, հա Վահագն Ալեքսանյանը ոչ մի մանկապարտեզ չի կառուցել։ Ավելին ասեմ, Վահագն Ալեքսանյանը ոչ մի մանկապարտեզ չի կերել։ Եվ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքում 2026 թվականի մայիսի դրությամբ 500 մանկապարտեզ ծրագրով վերակառուցվել է 10, կառուցվել 2 եւ հիմնանորոգվել 39 մանկապարտեզ։ Ընդամենը 51, ես կարծում եմ քիչ է։ Հա, քիչ է։ Երեխեքը ոնց որ ավելի շատի կարիք ունեն։ Իսկ ինչի ավելի շատ մանկապարտեզի կարիք ունեն երեխաները։ Ուր են կորել Երևանի մանկապարտեզները։ Իհարկե ես կարող եմ հորդորել, որ շրջվեք ձեր կողքը նստած պարոն Քոչարյան խնդրեք գնա ոնց որ այդ ինֆորմացիան տանից վերի պատմի կամ իջնեք Ուժեղ Հայաստանի խմբակցության ղեկավարին խնդրեք գնա իրանց տանից իր հոր հետ խոսի բերի պատմի թե ոնց են կառավարել այդ համակարգը։ Հա, դուք մեկ էլ գիտեք ինչ արձագանքում եք, ձեզ ասում են ձեր ժամանակ բան, ասում եք, բայց ես ինչ կապ ունեմ։ Դուք այն կապն ունեք, որ Քոչարյան ղեկավարած դաշինքում եք, դուք կրում եք Քոչարյան ժամանակվա քաղաքական պատասխանատվությունը եւ Ուժեղ Հայաստանն էլ կրում է Հանրապետական կուսակցության ժամանակվա կառավարման պատասխանատվությունը։ Դե պարոն Ասլանյան, դուրս եք եկել ՀՀԿ քաղաքորթից, թե դեռ ոչ։ Անդրանիկ փողոցի B2 թաղամասում գտնվող 304 մանկապարտեզը պարոն Քոչարյանի օրոք 2004 թվականին վաճառվել է Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձին եւ այժմ այն Գազպրոմի գրասենյակ է։ Ալիխանյան փողոցի 2-րդ հասցեի հարակից տարածքի մսուր մանկապարտեզը 2004-ին վաճառվել է գլխավոր դատախազին փոխկապակցված անձին, չասեմ չէ, ով է գլխավոր դատախազը։ Եվ նրա սեփականությունն է։ Բաղրամյան երկրորդ նրբանցքի թիվ 8 շենքի տեղում տեղակայված մանկապարտեզի շենքը վաճառվել է Ռենշին ՍՊ-ին 2005 թվականին քանդվել է եւ տեղում կառուցվել է բազմաբնակարան բնակելի շենք, ընկերությունը ըստ բաց աղբյուրների փոխկապակցված է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Գազպրոմ Արմենիայի հետ։ Էստոնական 12 հասցեում գտնվող 191 մանկապարտեզի տարածքը 2015 թվականին տրվել է փոխքաղաքապետի ընտանիքին պատկանող ՀԿ-ին։ Թիվ 140 մանկապարտեզը դարձել է Բեգլարյանի որդու սեփականությունը, թիվ 61 մանկապարտեզը դարձել է Գագիկ Բեգլարյանի օգնականի սեփականությունը, թիվ 50 մանկապարտեզը դարձել է Գագիկ Բեգլարյանի օգնականի սեփականությունը, թիվ 60 մանկապարտեզը օտարվել է Գագիկ Բեգլարյանին փոխկապակցված բիզնեսին, թիվ 127 մանկապարտեզը օտարվել է, իսկ սեփականատերը վարձակալությամբ տվել է Միմինո ռեստորանին, հիմա այնտեղ երեխեք կարան գնան ռեստորան հաց ուտեն, եթե հերթի մեջ շատ երկար են սպասում։ Թիվ 36 մանկապարտեզի տեղում վեր է խոյացել Իբիս հյուրանոցը Հյուսիսային պողոտայի հայտնի ծրագրում գերակաշահ է ճանաչվել 36-ը գերակաշահ, կարանք ես մեկ չհաշվենք, բայց գիտեք ում հարցնեք ոնց է այդպես եղել։ Թիվ 61 մանկապարտեզի, որի նորից դարձել է Գագիկ Բեգլարյանի օգնականի սեփականությունը։ Կիլիկիա փողոցի 3 կոտորակ 1 հասցեում գործող մանկապարտեզը, պարոն Մանուկյան, օզարմանք, դարձել է գիտեք ում։ Հանրապետական կուսակցության պատգամավոր Մամել Գրիգորյանի սեփականությունը։
Կիլիկիա փողոցի 3 կոնորակն եք։ Հասցեում գտնվող մանկապարտեզը ես կուղարկեմ, եկեք ես կուղարկեմ։ Կհարցնեիք բա կասեիք պարոն Գրիգորյան, քանի մանկապարտեզ եք կառուցել, երեխեքը հերթի մեջ սպասում են։ Ոնց որ իրեն կարայիք հարցնեք, չեմ ասում որ կարող է Բեգլարյանին կարող է չհարցնեիք։ Շարունակելով Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 20 կոտորակ 4 հասցեում գործող մանկապարտեզը 2012 թվականից անհատույց տրվել է Երկրապահ կամավորական միությանը, Տարոն Մարգարյանն է տվել։ Բա կհարցնեիք, կասեիք խի եք վերցում այդ մանկապարտեզը երեխեքի, ոնց որ դուք կարաք ուրիշ տեղ գնաք այդ միության հավաքները կազմակերպեք, այն էլ անհատույց երեխեք թող գան, հերթի մեջ սպասում են, դառնում են դպրոցական 7-8 տարի սպասում են։ Հայդեպ դա վերադարձել է պետության էսի, որ հանկարծ շահարկումներից խուսափելու համար վերջում չգաք էլի արձագանքի ժամանակ պարոն Միքայելյանին հարցնեք, բա ինչ եք անում այդտեղ։ Ավան առինջ թիվ 7 մսուր մանկապարտեզի շենքը տրվում է վարձակալությամբ ու գիտեք ինչ գրասենյակային տարածքներ են այնտեղ ովքեր են գրասենյակային տարածքներ վարձակալում Գազպրոմ Արմենիան ԵԿՄ ժամանակին էս Տարոն Մարգարյան տարիների մասին եմ խոսում ՕԵԿ Հայդեն հարցրեք ինչ են ոնց որ չեն նեղվել որ մանկապարտեզի տարածք են վարձակալել Մինսկի փողոցում գործող մանկապարտեզը 2010 թվականին նոտարվել է հայ-ռուս գազարտին Ներսիսյան 1 հասցեում գործող մանկապարտեզը վաճառվել է 2003 թվականին թիվ 232 մանկապարտեզի տարածքը շատ խառն ընթացակարգերով էր չեմ կարա ոնց որ այդ ընթացակարգը վերարտադրեմ ՀՀԿ Աջափնյակի կառույցի ղեկավարի սեփականությունն է դարձել 13 թվականին Էրեբունի 9 հասցեում գործող թիվ 15 մանկապարտեզը 2001 թվականին տրամադրվել է Թաղապետարանի ընդհանուր բաժնի պետին ու ֆինանսական բաժնի պետին Մահարու 2 հասցեում գտնվող մանկապարտեզը 10 անգամ էժան գնով 2008 թվականին վաճառվել է բարձրաստիճան պաշտոնյային փոխկապակցված անձին Տարոնցու 4 հասցեում գտնվող մանկապարտեզը 2008 թվականին օտարվել է իսկ 2013 թվականին նվիրվել Ուլիս ՍՊ-ին, որի գլխավոր բաժնետերը հանրային հեռուստա ռադիոընկերության խորհրդի նախագահն է եղել։ Ընդ որում այս սրա քաղաքական պատասխանատվություն կարակ կիսեք էլի Քոչարյան ժամանակների եւ բանի ժամանակների Սերժի ժամանակների միջև։ Այժմ Քրքորյան 33 հասցեում գտնվող մանկապարտեզը 2009 թվականին օտարվել է Հանրապետական կուսակցության падգամավորին ընտանիքին պատկանող ընկերության այս բոլոր պետքա կարդամ։ Դրա համար է ասում 15 ժամ ինձ տվեք Աղբյուր Սերոփի 18 հասցեում գտնվող մանկապարտեզը մի քանի սեփականատեր փոխելով հանգրվանել նախկին վարչապետի անձի ընտանիքի բալանսին։ Նորքի առաջին զանգ թռնելով եմ կարդում առաջին զանգվածում գործած 238 մանկապարտեզը վաճառվել է 2006 թվականին 250-ը սեփականաշնորհվել է 162 մանկապարտեզի տարածք նոտարվել է թիվ 40 մանկապարտեզի տեղում սրճարան է Մամիկոնյաց 17 հասցեի մանկապարտեզը վերածվել է հյուրանոցի Նորաշենի մանկապարտեզներից մեկը վաճառվել է հետո դարձել ոսկերչական կենտրոն Դավիթ Անհախտի 5 հասցեի 199 մանկապարտեզը 2003 թվականին վաճառվել է եւ այնտեղ այժմ գործում է անշարժ գույքի գործակալություն Շիրազի փողոցին հարող 103 մանկապարտեզը վերածվել է բնակ ֆոնդի, որոնց երկու բնակարան էլի ՀՀԿ-ական ինչ որ գրասենյակի ղեկավարի են տվել բան տարածքային մարմնի 61 հասցեում գործող մանկապարտեզը փակվել է Թաղապետի որոշմամբ եւ դարձել Թաղապետի սեփականությունը շատ հետաքրքիր է Ավան առնջի 8 մանկապարտեզը վաճառվել է 2002-ին Ավանի 289 մանկապարտեզը օտարվել 2004-ին Նուբարաշենի 11 286 Քանաքերձեի 240 132 147 Շենգավիթի 12 Շենգավիթի 3 8 141 144 160 82 149 մանկապարտեզները օտարվել են եւ ես քանի որ ինձ 15 ժամ հրաժարվեց տալ պարոն Ռուբինյանը այս պահին կդադարեցնեմ եւ կասեմ որ այդ քննիչ հանձնաժողովը որի աշխատանքներին դուք չեք մասնակցել առաջարկում եմ ավելի հուսալի բան։ Դուք ձեր խմբակցության կողմից առաջարկեք օտարված ամբողջ հանրապետության տարածքներում օտարված մանկապարտեզների մասին քննիչ հանձնաժողով, նաև բան կանենք, տեսնենք կառուցված,
տեսնենք քանի հատ են կառուցել, լավ կառուցել, այսինքն մանկապարտեզների թեմայով դուք կլինեք հիմնական զեկուցողը, կգաք ավելի երկար ժամանակ ձեզ կտան, ինձ ոնց որ այդ հնարավորություն չեն տա, կգաք կզեկուցեք ոնց են օտարվել, ում են օտարվել եւ ոնց են կառուցվել։ Շնորհակալություն։